ենք, հիմնավորելու ենք այս գործողական քննության ընթացքում Պաշտպանության կողմը հիմնավորելու է, որ գործով 18 արդարների նկատմամբ ի սկզբանե, ինչպես այդ գործով, այնպես էլ հարակից տարբեր իրավական վարույթներով իրականացվել է քաղաքական հետապնդում։ Շեշտելով քաղաքական հետապնդման առկայությունը, մենք այս պնդումը կատարում ենք դրա լրիվ իրավական նշանակությամբ։ Այսինքն, գործով ապացույց կոչված նյութերի ուսումնասիրությունից, այլ վերաբերելի նյութերի ուսումնասիրությունից, տարբեր դիրքորոշումների փոխանակումից եւ մեր կողմից ներկայացվելիք լրացուցիչ նյութերի ուսումնասիրությունից բխեցնելու ենք եւ հիմնավորելու ենք, որ այս գործով 18 անձանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Քաղաքական հետապնդման իրականացումը արգելված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18 եւ 14 հոդվածների համակցությամբ արգելվում է քրեական դատավարության գործիքները օգտագործել անձանց դեմ որևէ այլ եղանակով եւ նպատակով, քան թե հենց քրեական դատավարության բուն խնդիրն է պայքարել հանցավորության դեմ։ Հիմնավորելու ենք քաղաքական հետապնդումը նաեւ այն առումով, որ մեղադրյալների զգալի մասը, ընդ որում մարդիկ, որ կան նաև, որ որևէ առնչություն իրականում չեն ունեցել եւ զուտ պատահականության սկզբունքով կամ անձնական այլ հանգամանքներից ելնելով, գուցե վրեժխնդրությունից ելնելով, գուցե էլի քաղաքական նկատառումներով, սակայն այլ իմաստով, ենթարկվել են քրեական հետապնդման եւ մենք հիմնավորելու ենք, որ այս անձինք քաղաքական հետապնդման են ենթարկվում կոնկրետ իրենց դրսևորած քաղաքական վարքի, հասարակական վարքի, պետական կարևորության նշանակություն ունեցող հանգամանքներին, որպես քաղաքացի իրենց անմիջական մասնակցություն ապահովելու իրավունքը իրացնելու պատճառով, նրանց նկատմամբ իրականացվել է հետապնդում, ինչպես ապագայում վերջիններից վարքագիծը, օրինական վարքագիծը, սա շատ կարևոր է շեշտել, զսպելու եւ սահմանափակելու, այնպես էլ մեծ հավանականությամբ նախկինում կատարած քաղաքացիական, իրավական, օրենքով չարգելված գործունեության համար որպես պատիժ եւ վրեժխնդրություն։ Այս գործընթացին մասնակից են դարձվել Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչություններ, տարբեր պաշտոնատար անձինք եւ մենք դա դատական քննության ընթացքում հիմնավորելու ենք։ Այս գործընթացին նախ եւ առաջ մասնակից է եղել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, որը թողած մի կողմ ազգային անվտանգության խնդիրները լծված է եղել կոնկրետ քաղաքական ուժի պաշտպանությամբ եւ լծված է եղել կոնկրետ քաղաքական ուժի դեմ ընդդիմախոսող անձանց նկատմամբ պատժիչ գործողություններով։ Այս քաղաքական հետապնդման գործընթացին մասնակից է եղել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, որի եւ քննիչները եւ հավանաբար նաեւ ինքնավար պաշտոն չզբաղեցնող այլ աշխատակիցներ, ովքեր պատասխանատու են քննչական կոմիտեի մեդիա կոմունիկացիաների համար, նաեւ քննչական կոմիտեի բարձր ղեկավարությունը անձին քննչական կոմիտեի նախագահի կրկին մասնակից են եղել ապօրինի քաղաքական հետապնդումներին, մասնակից են եղել այս գործով 18 արդարների նկատմամբ հանրային ատելության խոսք գեներացնելու, զրպարտելու, վիրավորելու գործընթացին։ Այս հետապնդման մասնակից է եղել Հայաստանի Հանրապետության դատախազությունը, որը կեղծ ապացույցների հիման վրա, կեղծ մեղադրական եզրակացության ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարան եւ այդ նույն հանրային կոմունիկացիայի շրջանակներում նաեւ գլխավոր դատախազի անմիջական մասնակցությամբ լծված է եղել անձանց պահարակելու, վարկաբեկելու, զրպարտելու, վիրավորելու գործին։
ընդ որում էլի չեմ արդարացնի նման գործընթացը որևէ պարագայում, սակայն դա պայմանավորված չի եղել գերատեսչական ամբիցիաներով կամ ինչ-որ գերատեսչական խնդիրներով, կամ իրենց պատկերացրած հանցավորության դեմ պայքարի ինչ-որ խեղաթյուրված գործիքակազմով, այլ ուղղեցել է շատ քաղաքական շարժառիթ և քաղաքական թիրախ, նպատակը հետապնդել ուղղակիորեն ծառայել քաղաքական իշխանության քաղաքական քմահաճույքներին։ Այս գործընթացին մասնակից են դարձել, և մենք ապացուցելու ենք դա, Հայաստանի Հանրապետության դատարանները, որոնք աչք են փակել կեղծ ապացույցների վրա։ Ընդ որում, սույն գործով նախագահող դատավորին բազմիցս նաև ներկայացվել է նման ապացույցների առկայությունը, դուք նախագահող դատավոր պատվարժան դատարան նույնպես աչք եք փակել բոլոր այն բարձրացրած հարցերի շուրջ, որոնք վերաբերում են գործով կեղծ ապացույցներ ներկայացված լինելով։ Ես գուցե ավագ գործընկերներս կարող են համեմատական բաներ վերել, բայց ես իմ պրակտիկայի ընթացքում չեմ հանդիպել որևէ գործի, որ այսքան շատ պրոբլեմ ունենաք հրադադատավարական իմաստով և այս կարգի ճչացող կեղծիքներով և զերպարտություններով ուղեկցված լինի մինչև դատարան հասնել և դատական քննության ընթացքում։ Երեկ որոշակի առումով լրացուցիչ մեղադրանք է հնչեցվել պաշտպանության կողմի հասցեին, որ պաշտպանության կողմը հավանաբար չի ցանկանում գործով ապացույցների հետազոտման փուլ հասնել կամ ինչ-որ ձև հետաձգումը գործի քննությունը։ Առաջին դատական նիստից սկսած պաշտպանության կողմը, նաև իմ վստահորդը, բազմիցս նշել են անհրաժեշտությունը առաջին հերթին ուսումնասիրել բոլոր այն ապացույցները, որոնք այդպես զարգացրած, կեղծված, խեղաթյուրված և ուռճացված ձևով ներկայացվել են մեր հանրությանը տարբեր տեսակի քաղաքական գործիչների, քաղաքական իշխանության, դրա սատելիտների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից։ Եվ պաշտպանության կողմը առ այսօր արել է իրենից կախված բոլոր հնարավոր գործողությունները, որպեսզի գործի քննության ընթացքը ապահովված լինի և իրականացվի արագ։ Պատահական չի, որ այս գործով ես անձամբ 6 անձ եմ ներկայացնում, որտեղ դատական նիստերի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել, որ պաշտպանիչը ներկայացված լինելու հիմքով դատական նիստը չհետաձգվի, ես պատրաստակամություն եմ հայտնել նաև ներգրավել գործով այլ մասնակիցների պաշտպանությանը և նաև իմ շատ գործընկերներ պաշտպանում են ոչ թե մեկ անձի, այլ մի քանի անձի և պաշտպանության կողմից որևէ պաշտպանի բացակայության պատճառով դատական որևէ նիստ չի հետաձգվել։ Մինչդեռ մենք տեսել ենք ինչպես է դատախազությունը հետևողականորեն քննեցնում այս պրոցեսը փորձելով խուսափել բոլոր այն հարցադրումներից, որոնք ներկայացվել են առաջին դատական նիստից սկսած։ Հիշեցնեմ, որ առաջին դատական նիստում բառացի իհարկե չեմ մեջ բերի, բայց բովանդակությունը ճիշտ կփոխանցեմ։ Առաջին դատական նիստի ընթացքում շատ սուր քննադատություն արժանացավ այն պնդումը, որ գործում կան կեղծված ապացույցներ։ Մի քանի նիստեր հետո դատախազության ներկայացուցիչները դիրքորոշում հայտնեցին, որ չեն բացառում, որ հնարավոր այդպիսիք առկա լինեն, սակայն անհրաժեշտ է դա ուսումնասիրել։ Ինքնին այս միտքը, որ մեղադրանքը դատարան բերած դատախազը չի բացառում, որ իր բերած նյութերի մեջ կարող է լինել կեղծված ապացույց, արդեն իսկ շատ պարզ վկայությունն է այս պրոցեսի լրիվ ապօրինությունը իր սկսման օրվանից սկսած և դատական պրոցեսը իր ամբողջության մեջ։ Հանրային մեղադրողներն են, որ հայտարարել են, որ դատական նիստի ընթացքում պատրաստ չեն ներկայացնել այս կամ այն հանգամանքը, պատրաստ չեն օրինակ ապացույցները շարադրել, պատրաստ չեն ապացույցները շարադրել այն ֆորմատով, ինչը որ պահանջում է օրենսդրությունը և նաև հետագայում պահանջել է օրենքից ելնելով դատարանը, իհարկե հետևողական չի եղել դատարանի պահանջի մեջ, որտեղ այդպես էլ չի ներկայացվել, բայց առնվազն դատական նիստ ենք կորցրել, որովհետև հանրային մեղադրողները պատրաստ չեն եղել։ Հանրային մեղադրողներն են, որ այդպեսի դիրքորոշում ես հիշում եմ երկու առնվազն դատական նիստով ներկայացրել են։ Հանրային մեղադրողներն են, որ նախորդող նիստերից մեկով ասել են, որ պատրաստ չեն բացման խոսքերին և միայն պաշտպանության կողմի դիրքորոշումից հետո, որ մենք պատրաստ ենք
մնացել են դատական նիստին և սկսել են ընթերցել 18 մեղադրյալների բառ առ բառ նույնական մեղադրանքը երևի թե 5-6 ժամ տևողությամբ։ Հետևաբար բոլոր այն կարծիքները, որը հնչում են խուսափելու համար շատ պարզ դրված հարցերից, ինչու է Հայաստանի Հանրապետության դատախազությունը կեղծ ապացույցներով գործ բերում դատարան, ընդամենը խուսափողական դիրքորոշումներ են մեր հասարակությանը մանիպուլացնելու և այդ պատասխաններից խուսափելու համար, փորձելով գոյություն չունեցող մեղքեր վերագրել պաշտպանության կողմին։ Յուրաքանչյուր մարդ կարող է բացի այս գործով առաջին դատական նիստից հետևի և կազմի սեփական կարծիքը, թե ովքեր են այս գործի ձգձգման պատճառները առաջացնում և ովքեր են շահագրգիռ, որ այս գործը իր ամբողջության մեջ և իր կեղծ բովանդակության մեջ օր առաջ բացահայտվի մեր հասարակությանը։ Այս գործի շրջանակներում մենք ապացուցելու ենք, ինչպես ասացի, որ անձանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ինչի, որովհետև մեղադրյալներից շատերը մաս են կազմել Սրբազան պայքար շարժմանը, որին էլ նախորդել է Տավուշ անուն հայրենիքի շարժումը։ Ես ուզում հիշեցնել, թե ինչ հանգամանքներով էր պայմանավորված, որպեսզի առավել առարկայական լինի, թե որն էր քաղաքական հետապնդման շարժառիթը և ինչ հետաքրքրություն ունեին քաղաքական իշխանությունները գիծ իրավապահ մարմինները այս անձանց քրեական հետապնդման ենթարկելու համար։ Դեռևս 2024 թվականի մարտ ամսին Հայաստանի Հանրապետության վարչապետը մեկնել էր Տավուշի մարզի գյուղեր և բնակչությանը հարևան երկրի ագրեսիայի սպառնալիքով համոզում էր, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից հողեր փոխանցել։ Այնպիսի տարածքներից, որոնք ունեին Հայաստանի Հանրապետության պետական կադաստրի կողմից տրված վկայականներ, համարվում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականություն, այդպիսի տարածքներ պետք է հանձնվեին Ադրբեջանի Հանրապետությանը։ Եվ առաջին մարդկանցից Բագրատ Սրբազանն էր, ով դուրս եկավ այդ անարդարության դեմ։ Ընդ որում, երբ որ այս գործով անձանց դեմ մեղադրանք բերված ահաբեկչության հանցակազմով, այդ հանցակազմն իրենից ինչա ներկայացնում է հասարակության տարբեր խմբերին, առողջության, կյանքի սպառնալիքով որևիցե տեսակի վախ ներշնչելը, ահաբեկելը, որպեսզի կատարվի այս կամ այն պետական նշանակության գործողությունը։ Սա հանցակազմի դրսևորումներից մեկն է, ամբողջական չեմ սպառում։ Բայց եթե համեմատական անցկացնենք, հենց Հայաստանի Հանրապետության կառավարություն և իշխող ուժներ 2024 թվականի մարտին ահաբեկում Տավուշի բնակչությանը, ասելով, որ եթե համաձայն չեք լինելու ձեր սեփականությունը փոխանցել թշնամական պետությանը, ապա ձեր նկատմամբ տեղի ունենալու բռնություն, պատերազմ, ագրեսիվ պատերազմ հարևան Ադրբեջանի կողմից։ Սա ոչ այլ ինչ է, քան հենց ահաբեկչություն սեփական ժողովրդի հանդեպ։ Եվ այս գործով մեղադրյալներից ինչքան էլ այս բառը մենք շատ սրտացավ ենք ընդունում, բայց այդ բառը օգտագործելը միշտ ցույց է տալիս այսօրվա իշխանության իրավապահ մարմինների դեմքը։ Այս գործով մեղադրյալներից Բագրատ Սրբազանը դուրս է եկել այդ անարդարության դեմ 2024 թվականի մարտին և փորձել է օրենքով չարգելված բոլոր հնարավոր եղանակներով կասեցնել պետության սահմանադրական կարգի դեմ ուղղված այդ ոտնձգությունները։ Հիշեցնեմ, որ այս գործով մեղադրանքը դատարան բերել է հենց դատախազության այն վարչության դատախազը, ում անմիջական պատասխանատվության ներքո է պետության անվտանգությունը և սահմանադրական կարգը։ Այսինքն այն գործը, որը պետք է անեին այս գործը դատարան բերած դատախազները, փորձել է ստանձնել Բագրատ Սրբազանը, թույլ չտալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտվի, թույլ չտալ, որպեսզի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ տեղի ունենան։ Դա արել է բացառապես իր ուժերով և իր հեղինակության շնորհիվ, և կրկնում եմ, կատարել է օրենքով չարգելված խաղաղ անհնազանդության բոլոր գործիքակազմերը օգտագործելով։ 2024 թվականի մարտին Տավուշի մարզում սկսվել է Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, որի առաջնորդն է եղել Բագրատ Սրբազանը։
Բնականաբար այդ շարժումը չէր կարող լոկալ նշանակություն ունենալ, որովհետև այդ տարածքների հանձնումը միայն տարածքի բնակիչների խնդիրը չէր եւ իրենց որոշելիքն էլ չէր, դա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաեւ աշխարհասփյուռ մեր Թուրքի ցանկացած հայրենակցի մտահոգություններ եւ սրտի ցավը։ Եվ շատ մարդիկ տեսնելով շարժման անկեղծությունը, դրա ճիշտ բովանդակությունը եւ նպատակները միացել են շարժմանը։ Պատահական չի, որ 2024 թվականի մարտից մինչև ապրիլ ժամանակահատվածում շարժումը թափ հավաքեց, սկզբից էական դժվարություններ ստեղծելով հայրենահանձման այդ գործընթացին, այնուհետև դուրս եկավ մարզային տրամաբանությունից եւ շարժվեց դեպի Երևան։ Բավականին հետաքրքիր եւ նաեւ զարմանալի անսպասելի արդյունք ապահովեց այդ շարժումը։ Միտեղ հավաքելով իր հետ երբևէ կապ չունեցող եւ դժվար պատկերացնելի, որ այդ մարդիկ կարող էին իրար կողք կանգնել Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական քաղաքական խմբերին։ 2024 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցավ 20 թվականի պատերազմից հետո ամենամարդաշատ հավաքը, որը իր բնույթով էլի կրկին իր գործիքակազմով միանշանակ խաղաղ էր, իսկ իր բոլոր դժգոհությունների ակցիաները նախորդող փուլում ճանապարհին եւ Երևան քաղաքում դուրս չեն եկել խաղաղ անհնազանդության ակցիաների տրամաբանությունից եւ որևէ անձ չի տուժել ոչ հոգեպես, ոչ բարոյապես, ոչ ֆիզիկապես այդ գործողություններից։ 2024 թվականի մայիս ամսին վերջին տարիների եռուն քաղաքական գործընթացներն էին, որի կիզակետում էր Բագրատ Սրբազանը։ Հենց այս հանգամանքն է բնորոշում, որ վերջինս ակտիվ քաղաքական դերակատարը եղել Հայաստանի Հանրապետության կյանքում։ Բնականաբար Բագրատ Սրբազանը դասական իմաստով քաղաքական գործիչ չի, բայց ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, պատվախնդիր քաղաքացի եւ պատասխանատու քաղաքացի, ցանկացել է մասնակցել քաղաքականությանը եւ իր գաղափարները տարածել, փորձելով կասեցնել բոլոր արհավիրքները, որոնք այն ժամանակ սպառնացել են, հետագայում անդրադարձել են եւ հիմա էլ սպառնում են Հայաստանի Հանրապետությանը։ 2024 թվականի մայիսից հետո շարժումը որոշակի ձևափոխումներից հետո նոր գործողություններ էր կատարում։ Սա գալիս ենք երկրորդ կուլմինացիոն կետին, որը ցույց է տալիս կորելացիան քաղաքական ակտիվության եւ քաղաքական հաշվեհարդարների։ 2024 թվականի հունիսի 12 Բագրատ Սրբազանը խաղաղ հավաք է իրականացնում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մոտ, որին դիմակայելու համար չեմ չափազանցնի իմ պատկերացնում ոստիկանության ամբողջ ռեսուրսը ներգրաված եղել է։ Եթե նույնիսկ մարդականակով որոշակի վերապահումներ անենք, չնայած այդ ասեմ մարդականակով էլ են պատկերացնում ամբողջ ռեսուրսը, որովհետև ընդհանուր ներկայացված էին ոստիկանական ակադեմիայի ուսանողները առանց պատճաճ համազգեստի ազգային ժողովի տարբեր հատվածներում գտնվում էին։ Կենտրոնացված է եղել ոստիկանության զորքերի հատուկ միջոցների ամբողջ սպեկտրը, սկսած փշալարերից, արդյունքաբեր գազերից, մինչև լուսաձայնային նռնակներ։ 2024 թվականի հունիսի 12-ի խաղաղ հավաքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, մասնակցությամբ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի եւ ոստիկանության զորքերի հրամանատար ներկայում ոստիկանական գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանի օգտագործելով ոստիկանության հատուկ միջոց օրենքով չհամարվող այստեղ ցիտում եմ մեր մեղադրանքից մարդու կյանքին, առողջությանը վտանգ սպառնացող
հրավտանգ միջոց, լուսաձայնային նռնակ, որը ի ստանդարտով կիրառելի չի խաղաղ ցույցերի նկատմամբ կիրառելու համար, ուղղակի նռնականետել են խաղաղ ցուցարարներին, որոնց թվում եղել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, մանկահասակ երեխաներ։ Առանձին թիրախավորում են ստացել նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ուղղակիորեն նրանց ուղղությամբ էլ նետվել են լուսաձայնային նռնակներ։ Եթե որոշակի տեխնիկական զարգացվածության պակասի պատճառով նախկինումը տասնամյակներ առաջ որևէ գործողություն կարող է ֆիքսված չլինել եւ ես մի քիչ կարող եմ զգուշավորություն դրսևորեի պատասխանատու հայտարարություններ կատարելիս, գոնե 2024 թվականին մեր օրերում այդ ամեն ինչը տեսաձայնագրված է։ Եվ այն յուրաքանչյուր արտահայտությունը, որ ես հիմա դատանում հնչեցնում եմ, տեսագրությամբ փաստարկված տվյալներ են։ Տեսագրությամբ փաստարկված է ինչպես է ոստիկանում պետը հանձնարարում զորքերի հրամանատարին ձեռքով էլ ուղղությունը ցույց տալիս, թե որ հատվածում է պետք նետել լուսաձայնային նռնակը։ Տեսագրությամբ հաստատվում է, որ այդ պահին չի եղել որևէ հիմք ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Այդ օրվա տվյալներով շուրջ 100 անձ ստացել է մարմնական վնասվածք։ Մեկ անձ ստացել է ծանր մարմնական վնասվածք, ընդմիշտ կորցնելով ձեռքի մատները։ Նույն օրը, թե հաջորդ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետը ազգային ժողովի ամբիոնից խրախուսել է ոստիկանական գործողությունները, ասել է, որ ոստիկանությունը վարվել է ճիշտ եւ տեղի։ Այդ օրվա այլ տեսակադրերով մենք տեսել ենք, թե ինչպես են ոստիկանական պատի հետև տարվում եւ պարզապես խոշտանգվում ակտիվ քաղաքացիներ։ Տեսանյութեր կան, ինչպես են ոստիկանները շարք կազմած, մի հարված հասցնելով, ծեծելով մարդուն տանում մտցնում ոստիկանական մեքենաներ։ Որն է եղել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության արձագանքը այս գործողություններին։ 2 տասնյակից ավել անձ մեղադրվել է եւ այս պահին էլ գործերը գտնում են դատարաններում զանգվածային անկարգությունների մասնակցության համար, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, թեկուզ պատկերացնենք շարքային ոստիկանը տաքացել է եւ ինչ որ ցուցարարի նկատմամբ բռնություն է գործադրել եւ իր հրամանատարը բացարձակ կապ չունի դրա հետ։ Որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել այդ բռնի գործողությունները կատարելու համար։ Տեսանյութեր կան արորլվիկ մարդկանցով։ Այդ նույն օրը Բագրատ Սրբազանը այցելել է հիվանդանոցներ եւ հանդիպել տասնյակ դժուժած մարդկանց հետ, ովքեր պատմել են, ներկայացրել են ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորված այլանդակությունները, ծեծը, ջարդը, խոշտանգումը, վիրավորանքները։ Արձանագրում եմ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր դատախազությունը հովանավորել են այդ բռնությունները։ Ինչի են հովանավորել, որովհետև առ այսօր անցել է համարյա 2 տարի, որևէ պատշաճ իրավական ընթացք չի տրվել այդ բռնություններին։ Էլի, անում են վերապահում։ Պատկերացնենք հրամանատարությունը տեղյակ չէր եւ ինչ որ առանձին տաքարյուն ոստիկաններ էին տասնյակներով հավաքվել եւ ցուցարար ծեծում։ Այս հատկանիշները էլի որպես կոռելացիա հիմնավորում են, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ իրավապահ մարմինները ունեցել են առանձնահատուկ վերաբերմունք Սրբազան պայքարի, Տավուշ հանուն հայրենիքի շարժման, մասնակիցների, կազմակերպիչների եւ ակտիվ քաղաքացիների նկատմամբ։ Նրանց նկատմամբ սկսվել են շինծ ու հետապնդումներ, ծեծված մարդկանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր զանգվածային անկարգությունների մեղադրանքով, իսկ ոստիկանական բռնություններից դժուժած անձանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը իրենս իրավապահ մարմինների որևէ պաշտպանություն չի ապահովել։ Սա ուղղակիորեն մատնանշում է քաղաքական հետապնդման բազան։ Դրանից հետո արդեն երբ որ այդ գործողությունները տեղի ունեցան,
Շարժումը բավականին կոշտ եւ ապօրինի միջամտության արդյունքում որոշակի ժամանակ ընդմիջում վերցրեց, մենք արդեն հասնում ենք այս գործի նյութերին եւ տեսնում ենք, որ հուլիս ամսին բացառապես օդից վերցրած օպերատիվ տվյալների հիման վրա, ինչի եմ ասում բացառապես օդից վերցված, որտեղ նախորդ դատական նիստերի ընթացքում մենք տեսանք, որ դատախազությունը ուղղակիորեն հրաժարվեց, առարկեց, որպեսզի այս փուլում դատանին ներկայացվեն տվյալներ, եթե այդպիսիք եղել են։ Օդից վերցված օպերատիվ տվյալների հիման վրա Սրբազան պայքարի մասնակիցները սկսել են գաղտնալսվել։ Այս ամբողջ ներկայացրածից մեջ սա չարյաց փոքրագույնը կարելի է համարել, ինչ ալինի, որ մարդկանց գաղտնալսում են ապօրինաբար։ Նորություն չի ընդհանրապես, ոչ առաջի դեպքն է, ոչ վերջին, որովհետև հունիսի 12-ին չարժանացել իրավապահ մարմինների կողմից, արդեն ցույց էր տալիս, որ իրավապահ մարմինները հակված չեն Հայաստանի Հանրապետությունում ապահովել անձանց իրավունքները, մասնավորապես խաղաղ հավաքների ազատության, առողջության պահպանման, իրենց պետության կառավարմանը օրենքով չարգալված եղանակով մասնակցելու իրավունքներից։ Եվ բնականաբար շատ կանխատեսելի եւ շատ սպասելի է, որ կարող են նաեւ ապօրինի միջամտություններ տեղի ունենալ այլ իրավունքների։ Եվ մենք տեսնում ենք, որ հանկարծ մի օր հայտնվել է տեղեկանք գործում, որ ստացվել է օպերատիվ տվյալ այն մասին, որ Բագրատ Սրբազան եւ նրա համակիլները պլանավորում են կատարել հանցագործություն, հարկադրել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին, նախագահին, սահմանադրական դատարանին եւ այլն եւ այլն։ Սկսել են գաղտնալսումներ։ Թեև մենք դեռևս չենք հետազոտել եւ հաջորդ կամ մյուս նիստից արդեն կսկսենք այդ գաղտնալսումների բովանդակություններ հասկանալ, բայց նույն քննչական կոմիտեի ջանքերով եւ նաեւ գլխավոր դատախազի որոշակի ինտերպրետացիայով այդ տվյալները հասանելի դարձել են մեր հանրությանը, իրենց բովանդակության մեջ խեղաթյուրված, կոնտեքստից կտրված, վիրավորական եւ զրպարտող։ Մասնավորապես, ինչպես քննչական կոմիտեի պաշտոնական YouTube-յան էջով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերությամբ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի եւ գլխավոր դատախազի անմիջական մասնակցությամբ իբրև թե հրապարակվել են գործի վերաբերյալ նյութեր, որոնք իրականության հետ աղերս չեն ունեցել։ Այսինքն այս պաշտոնատար անձինք նաեւ որոշակի ինչ-որ տեխնիկական աշխատանք կատարող, չգիտեմ, քննչականի YouTube-յան էջով ավարում, քննչականի նախագահն անձամբ թե ունի դրա համար առանձին աշխատող։ Հրապարակվել են այս խեղաթյուրված տվյալները։ Ընդ որում շատ հետաքրքիր մի ընդդում էլ կատարել, մենք դա վերջում ներկայացնելու ենք նաև դատարանին միջնորդություն հետազոտել քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունները։ Այդ հաղորդագրությունները իրենց բովանդակության մեջ ունեն ինչպես իրավական նշանակության տարրեր, այնպես էլ ակնհայտ քաղաքական նշանակության տարրեր։ Օրինակ, երբ որ մենք նայում ենք դատախազության մեղադրանքը, դրա մեջ եւ համեմատում ենք քննչական կոմիտեի հաղորդագրությունների մեջ, այս հաղորդագրությունների մեջ շատ ինֆորմացիա է գնում, որը դատախազությունը իրավական մեղադրանքի տեսանկյունից կարիք էլ չի համարել ընդգրկել մեղադրանքներում։ Սա մի պահ է անցնում եմ դատախազության դիրույթ եւ պատկերացնում մի պահ, որ այդ մեղադրական եզրակացությունն եւ մեղադրանքը իրավական որևէ նշանակություն կարող է ունենալ։ Բայց նույնիսկ այդ համեմատության մեջ տեսնում եմ, որ քննչական կոմիտեն ուղղակի քաղաքական քարոզչություն արել, փորձելով վարկաբեկել, վնասել քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարներին, ովքեր ունեն ընդդիմադիր հայացքներ։ Սա նույնպես վկայում է այս գործը քննող անձանց քաղաքական դիրքորոշումների եւ քաղաքական շարժառիթների առկայությունը։ Հաջորդիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն այս նույն մոնտաժված խոսակցությունները եւ կոնտեքստից կտրած խոսակցությունները ի զարմանս մեզ մի օր որոշում է, որ պետք է հրապարակվի նաեւ անգլերեն լեզվով։ Թե ինչ կարևորություն է տալիս Հայաստանի Հանրապետության պետական մարմինը եւ պաշտոնատար անձը, որ իսկ վարույթում արկա քրեական գործի նյութերը պետք է նաեւ համաշխարհային հասանելիություն ստանան,
կրկին գալիս է վկայելու, որ այստեղ կա քաղաքական շարժառիթ։ Կա միտք անձանց ապօրինաբար մեղադրել ահաբեկչության մեջ եւ կա խնդիր դրված փորձել այդ ապօրինությունը ինչ-որ ձև լեգիտիմացնել, ինչ-որ կերպ փորձել հաշվետվողական լինել միջազգային գործընկերների առաջ։ Բայց հետագայում հնչած բոլոր այդ արարությունները, մեր կողմից հնչած բոլոր հարցադրումները նույն հաջողությամբ մեր իրավապահ մարմինները չեն կոմունիկացրել իրենց գործընկերներին։ Չեն ասել օրինակ, որ վերցրել են ձայնագրություն, լսել են, կիսատ բռատ արձանագրել են եւ այդ արձանագրումը ազգային ժողովի ամբիոնից գլխավոր դատախազի շուրթերով հնչեցրել Հայաստանի Հանրապետության պատգամավոր Արթուր Սարգսյանի անձեռնարկելիությունը հաղթահարելու գործընթացում։ Դրա մասին նախընտրել են լռել մեր իրավապահ մարմինները, ինչի որովհետև հակված չեն իրավական գործընթաց ապահովելու, հակված են քաղաքական հետապնդում իրականացնելու։ Վերադառնալով ձայնագրություններին, գործի քննության ընթացքում մենք դրանք լսելով, մեր հարությանը ներկայացնելով, ընդ որում նշեմ, որ հետազոտման հետ միաժամանակ մենք այդ բոլոր նյութերը դարձնելու ենք հանրային սեփականություն, որպեսզի շատ հաճախ դատական այս գործընթացի ձանձրալիությունը անձինք կարողանան հաղթահարել այդ տվյալներին ինքնուրույն ծանոթանալու եղանակով եւ յուրաքանչյուր անձ հնարավորություն կունենա ինքը լսել եւ գնահատական տալ, թե ինչ բովանդակություն են դրանք եւ դրանցից ինչ են բխեցվել։ Այնուհետեւ ամիսներ շարունակ կեղծ օպերատիվ, այսինքն օդից վերցված օպերատիվ տվյալի հիման վրա դատարանները բավարարել են միջնորդություններ անձանց գաղտնը լսելու եւ տարբեր ժամանակահատվածներում լսել են տարբեր խոսակցություններ։ Օրինակ, ամիս կարող առնեմ, բայց մոտավոր ճիշտ ժամանակահատված եմ ասում, 24 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ինչ որ անձինք խոսելուց ասել են, որ լավ կլիներ Հայաստանի Հանրապետության վարչապետի կայքում նրա նկարի վրա ավելացնել սատանայի կոտոշներ, որպես քաղաքական ակտիվիզմի ինչ-որ դրսևորում։ Քննարկել են, անցել են առաջ։ Հետագա գործի ընթացքում որևէ երկրորդ տվյալը, որ այս գործողությունը կատարվում էր կամ պլանավորվում էր կամ արդեն իրականություն էր դարձել, գոյություն չունի։ Մի քանի ամիս անց քննարկում են եւս ինչ-որ գործողություն, որ դատախազությունը խնդիր է օրինակ դրա մեջ տեսնում։ Էլի տեսնում ենք հաջորդիվ այս գործողությունը որևէ շարունակություն չի տեսել։ Օրինակ, մի քանի ամիս անց էլ քննարկում են, որ որպես փողոցային ակցիայի մասնակիցներ կարելի է օրինակ Երևանի փողոցներում վառել խոտի տուկեր։ Բնականաբար, եթե որևէ մարդու հատուկ չտանես գցես այդ վառված տուկի մեջ, այդ վառված տուկը ինքն իրենով որևէ անձի առողջության կյանքի դեմ որևէ սպառնալիք չի կարող ներկայացվել։ Փողոցային պայքարի ատրիբուտ է եւ մենք կարող ենք տեսնել նույն եվրոպական զարգացած տարբեր երկրներում փողոցային պայքարի մասնակիցների կողմից այդպիսի ակցիաներ։ Մի քանի օր անց նույն խոսակցությունների ընթացքում, որը եւ քննչական կոմիտեն եւ դատախազությունը արդեն հաջորդիվ չեն ներկայացրել մեր հասարակությանը, օրինակ խոսակցություն կա, որ չէ, որոշել ենք, որ տուկեր չենք վառելու։ Լավ, այս կտորը կարար չէ մեղադրական եզրակացության մեջ տեղ չգտներ, որտեղ իրենց իսկ ձեռք բերած նյութերով, որը կոչվում է ապացույց, օբյեկտիվ, մի դեպքում ասում է, որ եկեք այսպիսի բան անենք, մի քանի օր հետո ասում է, չէ, որոշել ենք այսպիսի բան չենք անելու։ Ոնց է սա հայտնվել մեղադրական եզրակացության մեջ, որպես պնդում, որ այսպիսի բան պլանավորված եղել է։ Անցում ենք կատարում հաջորդ օրերին։ Մենք տեսնում ենք, որ գործի նյութերում այս արձանագրությունները, որ կան, էականորեն շեղումներ ունեն։ Օրինակ, ԱԱԾ երկու աշխատակից նույն խոսակցությունը արձանագրում են 1 ամսի 4-ին, 1 ամսի 10-ին։ Հիմա ոնց է դատախազությունը դատարանում ապացույցների հետազոտման ընթացքում հիմնավորելու որն է եղել այդ խոսակցությունը։ Որը նշանակություն ունի մեր համար, որովհետև եթե հստակ չի արձանագրված, որ այս խոսակցությունը տեղի ունեցել ամսի 10-ին, ապա այդ խոսակցությունը կարող է տեղի ունենալ ամսի 4-ին, ամսի 24-ին կամ 1 տարի առաջ։ Որովհետև այն ինչ որ վերադատախազությունը դատարան, դա որոշակի ժամանակագրական հաջորդականությամբ տարբեր իրադարձությունների համախումբ է։ Եվ այդ համախումբը պետք է որոշակի տրամաբանություն ունենա դեպի զարգացում։ Մենք տեսնում ենք, որ գործում առկա տվյալ, որ
զեկուցվում է օպերատիվ տվյալների մասին, որոնք պետք է ձեռք բերվեին 1 ամիս հետո։ Կա արձանագրություն, որ լսել ենք այսպիսի բան են խոսում, մեկ էլ տեսնում ենք մի ամիս հետո այդ խոսակցության արձանագրությունը։ Հիմա սա ոնց է տեղի ունեցել։ Մի անգամ էլ եմ այս հարցադրումը կատարել։ Դատախազներից մեկը ինձ նախորդ նիստերից մեկում մեղադրեց գուշակություններ անելու մեջ։ Հիմա մեր մարմինները գուշակություն էին անում, որ արձանագրություն էին կազմում խոսելով մի ամիս հետո ստացվելիք տվյալների մասին։ Թե օրինակ այդ տվյալները ստացվել էին մի քանի ամիս առաջ, բայց դրանց ժամանակագրությունը կեղծված է։ Թե օրինակ կարա տարբերակ լինի, որ շատ ավելի վատն է, որ Հայաստանի Հանրապետության դատարանները հետին թվով որոշումներ են դնում ՕՀՄ-ների տակ։ Այս տարբերակներից որն էլ քննարկենք, երապամարմինները լուրջ պրոբլեմ ունեն։ Ընդ որում բոլոր այս տեսակի խախտումները նորից եւ նորից հիշեցնեմ, իրականացվել են ակնհայտ անմեղ մարդկանց նկատմամբ։ Այսպիսի ապօրինի գործողությունների Պանդորայի արկղը բացելով, մեր երապամարմինները հուշում են, որ այսպիսի գործողություններ կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ։ Ընդ որում քաղաքական դերակատարներն էլ չեն էլ թաքցնում, որ այդպիսի գործիքակազմ իրենք տիրապետում են եւ պատրաստվում են օգտագործել։ Այս դայնագրությունների համանման ուրիշ գործերի մեջ հիմա չեմ ուզում խառնվել, բայց մեր հանրությանը շատ պարզ հասանելի կարա լինի, թե ինչպիսի նույնաբովանդակ կամ նույն մեթոդիկայով մշակված դայնագրություններ են պարբերաբար հրապարակվում իրավապահ մարմինների կողմից։ Մենք տեսել ենք, որ տեսանյութեր են հրապարակվում կեղծված եւ տեսանյութերի վրա պսևդոփորձագիտական եզրակացություններ են տրվում քրեական գործերի մեջ, որպես օրինակ բերեմ Արշակ Սրբազանի դեմ սկսված ապօրինությունների գործընթացը։ Իրավապահ մարմինները մեր հասել են այն աստիճանին, որ ոչ միայն իրավաբանությունն են խեղաթյուրում, ոչ միայն մանիպուլյացիա են անում իրավական փաստական հանգամանքներով կամ հանցագազմերով, ուղղակիորեն գործի մեջ դնում են կեղծված ապացույցներ։ Վկան այս գործով հունվարի 2-ի ձայնագրության զննության արձանագրությունը։ Նույն ձայնագրությունների բովանդակության ուսումնասիրությունից, ինչը որ դատախազությունը փորձում է օգտագործել որպես մեղադրանքի տեսակետը հիմնավորող տվյալներ, ուղղակիորեն բացահայտվում է իրավապահ մարմինների քաղաքական շարժառիթը։ Հանդիմադիր շարժումը, որին հունիսի 12-ին ապօրինաբար միջամտել են եւ որոշակի առումով կասեցրել, նախապատրաստում էր իր հետագա քաղաքական գործունեությունը։ Շուրջ 12 ամիս գաղտնալսման պայմաններում։ Այսինքն պատկերացրեք, որ 12 ամիս իրավապահ մարմինները գաղտնալսում են իրենց մեկնաբանությամբ ահաբեկչական խմբի եւ վերջին բանը, որ հրամցնում են հասարակությանը, այն որ մարդիկ խոսում են մետաղական աստղիկներ օգտագործելու մասին։ Սա է մեր իրավապահ մարմինների ռեսուրսն ու հնարավորությունները, թե ակնհայտ է, որ այս մարդիկ որևէ հանցանք չեն կատարել եւ ուղղակիորեն տարբեր օրերի խոսակցություններ մանիպուլացվում են անձանց նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար։ Երբ որ հասնենք այդ ձայնագրությունների ավելի ուշ փուլին, ապրիլ-մայիս ամիսներին, դա շատ պարզ հենց այդ ժամանակի հոսքը եւ տրամաբանությունը ցույց է տալիս, որ իրավապահ մարմինները հասկացել են, գուցե նաեւ զեկուցել են, որ շարժումը երկրորդ շնչառությունն է ստանում։ Որոշակի փողոցային ակցիաներ են կազմակերպվում, որը կարող է էական դժվարություններ առաջացնել քաղաքական իշխանության համար։ Եվ նորից գալիս են հանրեն առնում նորապօրինությունների շղթայի, ելի քաղաքական իշխանությանը պահելու համար։ Ընդ որում, պահելու համար օրինական գործողություններից։ Բնականաբար ցանկացած իրավապահ մարմնի ներկայացուցիչի աշխատանքը պաշտոնատար անձանց անվտանգության ապահովումն է։ Բայց
եթե այդ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, քննչական կոմիտեից զբաղվում եք տարածած, չէ՞, հաղորդագրություն ունենք, իմ սիրելի Հրայր Սարգսակի վերաբերյալ։ Ասում եմ, որ այս շատ վախենալու մարդու տեսք ունեցող անձը պլանավորում էր մի քանի քաղաքական գործ հավաքել մի կենտրոնում եւ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել։ Դրա վերաբերյալ տարածվեցին տենց տարբեր նյութեր, տարբեր հարցադրումներ կատարվեցին ազգային ժողովում, տարբեր տեսանյութեր պատվիրվեցին, տարբեր ստատուսներ գրվեցին եւ այլն։ Մեղադրական եզրակացության մեջ նման մեղադրանք այս մարդուն առաջադրված չի, դա ինչի։ Իսկ իրավապահ մարմինները տեսնելով, որ նման խոսակցություններ օրինակ իրենցից անկախ տարածվում են, երբևէ ջանք գործադրել են նույն ինտենսիվությամբ կատարել հրապարակային հայտարարություն, որ հարգելի քաղաքացիներ, այս գործի վերաբերյալ այսպիսի տվյալները շրջանառվում իրականում Հրայր Սարգսակը ոչ մեկին չէր պլանավորում սպանել։ Ինչ արտահայտություններ են տեղ գտել այս մեղադրական եզրակացության մեջ, որոնք մարդկանց կարող է շփոթության մեջ գցել։ Էլի շատ 100% բառացի չեմ ասի, բայց իմաստը կփոխանցեմ։ Անձինք փորձել են օգտագործել քաղաքացիների կյանքին, առողջությանը, գույքին վնասելու պոտենցիալ ունեցող հազարավոր հրավատանք եւ պայթուցիկ միջոցներ։ Չկա է մեղադրական եզրակացություն, որ պլանավորում էին անձանց կյանքին վնաս պատճառել, անձանց առողջությանը վնաս պատճառել։ Կա արտահայտություն, օգտագործելու էին այսպիսի պոտենցիալ ունեցող միջոցներ։ Միջոցներն էլ որն են, գունավոր ծուխը, որ ամեն ակցիային օգտագործում էին 10-20 հատով, եւ ամանորյա 10 դրամանոց այդ բոմբերը։ Հիմա եթե մենք համեմատության անցկացնենք հունիսի 12-ի լուսաձայնային նռնակների միջև, որոնք մարդուն ձեռքից էին զրկում, ու այդ 10 դրամանոց բոմբերը, ճայթրուկ, այո, որևէ մարդ կարող ասի, որ սրանով հնարավոր է մարդու կյանքին առողջությանը վնաս պատճառել, միայն մի եղանակով եմ պատկերացնում, ոնց կարելի է դրանով մարդուն վնաս պատճառել, բայց եթերային չի չեմ հնչեցնի։ Եվ ազատ վաճառումը ընդհանուր իրականում պրոբլեմ է, որտեղ կարող է մարդկանց նյարդերին ազդի, այդ իմաստով այլ կարող է առողջությանը վնաս պարունակի։ Բայց համեմատության մեջ օրենքով թույլ չտրված հատուկ միջոց լուսաձայնային նռնակ, որը 100 մարդու ուղարկում է հիվանդանոց եւ ամանորյա ճայթրուկ։ Քննչական կոմիտեն էլ իր կայքեջում հրապարակում էր այդ ծխերի նկարները տակներ գրելով հրավտանգ միջոցներ, որտեղ մարդկա կարող է անգլերեն չգիտի, չի կարող վրեն կարդալ colored smoke, գունավոր ծուխ։ Ու այս մեդիա մանիպուլյացիաների միջոցով այսքան ժամանակ փորձում են հիմնավորել որոց գործող մեղադրյալները ահաբեկիչներ են։ Այո, քաղաքական դերակատարները պատճառներ կարող են ունենալ ահաբեկվելու քաղաքական գործընթացներից։ Այո, պատճառներ կարող են ունենալ ահաբեկվելու փողոցային խաղաղ հնազանդության ակցիաներից, բայց դա որևէ պայմաններում իրավական նշանակության ահաբեկվածությունը չի։ Դա որևէ պարագայում քրեական օրենսգրքի են հոդվածը չի, որը կոչվում է ահաբեկչություն, եւ որևէ պարագայում այդպիսի վախերը սփոփելու պարտականություն չունեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն եւ գլխավոր դատախազությունը։ Մենք ձայնագրությունների մեջ հաջորդիվ տեսնում ենք, որ այն ժամանակահատվածում, երբ որ արդեն իսկ փողոցային կազմակերպված ակցիաները, այսինքն back office-ում, կազմակերպված ակցիաները արդեն պետք է դուրս գային փողոց եւ ստեղծեին այդ դժվարությունները քաղաքական իշխանությունների համար, իրավապահները էլ դադարեցին օպերատիվ գործընթացները, օրինակ է, կարող է ինչ-որ միտեղ, եթե իրոք տենց մտահոգված էին, որ անձինք պայթյունավտանգ առարկաներ ունեն, աստղիկներ ունեն ինչ-որ միտեղ պահած, հետևել, ի վերջո մի տարի հետևել են
ընդ որում ոչ միայն գաղտնալսումներով։ Ամեն օր հարգելի Իգոր Սարգսյանը կպնդի, թե քանի հատուկ կարգավիճակով անձի է բացահայտել իր հետևից գնացող։ Ամեն օր յուրաքանչյուրին հետևել են։ Հաստատ ինչ-որ բան լինելու պարագայում, վաղուց արդեն հայտնաբերվել և հրապարակվել էր։ Երբ որ տեսան, որ արդեն որևէ բան չի կարող հայտնաբերվել այն պարզ պատճառով, որ որևէ ապօրինի բան չի էլ պլանավորվում, և երբ որ տեսան, որ արդեն շարժումը դուրս է գալու փողոցային պայքարի, եղավ հանձնարարությունը ավարտել գործընթացը, անձանց մեղադրանքները առաջադրել, մեկուսացնել։ Անձինք ձերբակալվել են հունիսի 25-ին, բայց մեծաինֆորմացիայի մեջ քչերը կարող են հիշել, որ անձինք մի անգամ էլ ձերբակալվել են հունիսի 20-ին, որովհետև այդ օրը ակցիա էր պլանավորված, վատ չէր պլանավորված դատելով ձայնագրություններից, բայց այդ իրավապահները պետք է այդ ակցիան կանխարգել էին։ Բնականաբար, եթե այդ ակցիայի անցկացումը քրեական տարպարունակ էր, պետք է այդ օրը 20-ին բռնեին, ձերբակալեին, մեղադրանք առաջադրեին, բռնեցին, բաց թողեցին։ Հետո հասկացան, որ այդպիսի հուշումները, Ինչմարի հայրենը ոնց է, չեն աշխատում ես մարդկանց մոտ, ակնարկները, չեն աշխատում, ասին դե լավ, 5 օր էլ անցավ, քաղաքական քարոզչա մեքենան նախապատրաստվեց, իր հեղաշրջման պլաններով և տարբեր մեդիա հարթակներով և իրապահ մարմինների հետ համատեղ օպերացիա իրականացնելով եփեցին ահաբեկչության մասին ճաշը։ Հետագայում էլ տեսնում ենք, օրինակ, ես անկեղծ հույս ունեի, որ գոնե այդ մի հարցով հանրային մեղադրողները զերծ կմնան շարունակելուց, որտեղ մեծ հաշվով նպատակին այս փուլի համար գոնե հասել էին, բայց շատ տհաճ է մեղմ ասած այդ բառը օգտագործելով, երբ որ գործի քննության ընթացքում որոշել են գաղտնալսել սրբազանների սենյակը քրեակատարողական հիմնարկում, թե ինչ են երկու սրբազաններ խոսում իրար հետ։ Եվ այսօր էլ որպես մեղադրանքի ապացույց, թե որևէ կապ չունի, որևէ նշանակություն չունի, հանրային մեղադրողները պնդում են, ես հատուկ այդ հարցադրումն էլ արեցի, եթե կհիշեք, էջը նշել եք, բայց բովանդակություն չեք ասել, արդյոք ուզում եք սա էլ հրապարակել, պատասխանն եղավ այո։ Ինչ հանգամանք էր հաստատվելու դրանով, ինչպես պաշտպանության կողմն էր պահանջում, ինչպես նաև օրենքներ պահանջում, ինչպես դատարանն էր պահանջեց, սակայն հետագայում իր պահանջի պահպանմանը հետևողական չեղավ, մեղադրանքի կողմը չպարզաբանեց, ինչ փաստական հանգամանք էր հաստատվելու սրբազանների խոսակցությունների գաղտնալսումով։ Այս գործով մեզ ուղարկել են քննչական կոմիտեից սկանավորված գործի նյութեր։ Ձեր մոտ հավանաբար սկանավորված տարբերակը չի, բայց կարող է բնօրինակների մեջ էլ այդպես։ Ինչ որ մեկի կողմից, ենթադրում քննիչի կողմից կարա լինի, բայց չեմ կարող պնդել։ Որոշակի ընդգծումներ կան գործի նյութերի վրա։ Ինչ որ հատված օրինակ մասով ընդգծել է։ 10 նման ընդգծումից 2-ը կարող է ունենալ իրավական նշանակություն, 8-ը քաղաքական խառնակցության մասին է։ Երբ որ մարդիկ ընդհանրապես իրավական նշանակություն չունեցող ինչ-որ քաղաքական դերակատարի մասին կարող է ինչ-որ բան խոսան։ Այդ ընդգծված է։ Դրա նպատակը որն է։ Դրա նպատակը մենք տեսել ենք քննչական կոմիտեի հաղորդագրությունների մեջ հնարավորինս քաղաքականացնել իրենց հրապարակային խոսքը։ Գալով արդեն դատական գործընթացին։ Մենք տեսանք, որ և քննչական կոմիտեն և դատախազությունը շատ արագ մի ամսում այս շատ մեծ գործը քննության ենթարկեցին, ամեն ինչ բացահայտեցին իրենց համար և ուղարկեցին դատարան, ընդհուպ էլ ինձներից մեկով հիշատակել ենք, նույնիսկ հարցաքննության չկանչելու այն անձին, ում հետ ըստ իրենց մեղադրանքի Բագրատ Սրբազանը խոսում էր հունվարի 2-ին։ Իսկն այդ բանը, ամենասարսափազդու կտոր այս գործի, որ 2 հոգու պետք է գյուլել 15 հոգու նետել բանտը, այդ խոսակցությունը, որի արձագանքության մեջ իրենք վերագրում են Բագրատ Սրբազանի և Հովհաննես Ավետիսյանին, քննչական կոմիտեն չի կանչել հարցաքննությանը։
այսպիսի արդյունավետ լրիվ եւ ամբողջական քննություն է իրականացվել 1 ամսվա ընթացքում։ Բայց իհարկե ես դրա մոտիվն էլ եմ հասկանում։ Շատ հեշտ է նման գործը քննել, ուղարկել դատարաններ, ասել դե մեկ այս գործի հետ էլ կապ չունենք։ Հիմա թող արդեն դատավորները գիշերը չքնեն, տենան ինչ են անում այս գործի շուրջ։ Գործը մտել է դատական քննության։ Քաղաքական հետապնդման կտորը շարունակում են պատվարժան դատարան եւ դժբախտաբար ձեզ էլ պետք է անդրադառնամ։ Ունենք 18 ամս, ունենք շարիկ ունեն, որ պատահական պատասխաններ է տալիս, շարժում ես, այո կամ ոչ կամ ինչ-որ ֆորմատով։ Յուրաքանչյուր այս մեղադրյալներից մեկի խափանման միջոցը ոնց որ այդպիսի մի գործիքով կայացրած լինենք։ Ի սկզբանե եկել է, լավ, բայց ունենք Բագրատ Սրբազանը ունի առանձնահատուկ կարգավիճակ վերակատարություն։ Մնացած մեղադրյալների մասով 17 մեղադրյալի գրած է բացառապես բառացի նույն մեղադրանքը։ Մեկին մինչև գործը ձեր մոտ գալը դատանը որոշել է կիրառել խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին, հրաժ սարկավագին։ Մնացած բոլորը եկել են դատարան պլանավորված։ Հիմա այս բանի վիճակը որ նայենք, մեկին բացակայելու արգելք կա, մյուսին վարչական հսկողությունը գիշերային ժամերի սահմանափակում, երրորդին վարչական հսկողությունը առանց ժամային սահմանափակումների, չորրորդին վարչական հսկողությունը որոշակի տեղեր այցելելու սահմանափակումը, մարդաշատ վայրեր, մինչև այսօր չգիտենք այդ մարդաշատ վայրը ոնց հասկանանք։ Երրորդին այս ամեն ինչը մյուսին զուգորդված ինչ-որ չափի գրավով են, մյուսի գրավը մի քիչ ավել, ընդհանրապես դատական ակտերում չունենք տվել անձանց գույքային դրության մասին եւ այլն։ Մի խումբ անձանց գալիս է արդեն տնային կալանք էլի տարբեր ռեժիմների սահմանափակումներով, դատական ակտերը ձեր կայացրած ես վերցնում նայում եմ, պատճառաբանությունները շարադրանքը լրիվ նույնն է, մեղադրանքները լրիվ նույնն են, վերջում ձևակերպումը ինչ-որ բան։ Այո, հնարավորություն ունենք բոլորին պահել կալանքի տակ, եթե նայում ենք քաղաքական հետապնդման, ապօրինի հետապնդման տրամաբանության մեջ, բայց կարող իմ մոտեցումը մի քիչ ծայրահեղական է, գործընկերներս չկիսեն, բայց ես չեմ ընդունում անձանց իրավունքների փոքր սահմանափակման, ոչ օրինական փոքր սահմանափակման թույլատրելիությունը։ Բնականաբար լավ է, որ օրինակ Լիդիա Մանթաշյանը կալանավայրում չի եւ վարչական հսկողության պայմաններում կարողանում է նաև աշխատել։ Բայց երբ որ նայում ենք ինչ պետք է լիներ բնական իրադրությունը, ընդհանրապես պետք է նրա նկատմամբ մեղադրանք չլներ, որովհետեւ խափանման միջոց չլիներ։ Օրինակ դուք որևէ անձի հաճելի կլինի, երբ որ գիշերը քնած տեղից զարթնում է, որովհետեւ ոտքին դրված սարքը հանկարծ Զայատկան նստել է ու հենց բան անում։ Հուշում է, որ ժամը 4-ին պետք է զարթնել ու զարյատկի դնել այդ սարքը։ Կամ գնալ ինչ-որ սարճանում նստել, ողքի վանից միանալ զարյատկայի։ Ինչի համար? Քաղաքական, հասարակական դիրքորոշում արտահայտելու համար։ Այդ էլ է եղել ձեր հնարավորությունների տիրույթում, Գոնե դատականության ընթացքում մինիմալի հասցնել բոլոր այն խախտումները, որը իրավապահ մարմինները արել են եւ ինչպես արդեն ասացի, ազատվելու համար շատ շուտ ուղարկել դատարաններ։ Բայց այդտեղ էլ ես հետևողականություն եւ հաստերի պատճառը հետևանքային կապ չեմ տեսնում, ավելի շուտ տպավորություն է ստանա, որ ըստ տրամադրությամբ եք որոշումներ կայացնում։ Ինչի ես ամեն ինչը պատմեցի, որտեղ քաղաքական հետապնդում է, որ սկսվել էր իրավապահ մարմինների կողմից, ցավոք սրտի դուք եք շարունակում։ Այո, հայտարարություն կատարել եք, որ դատարանը անկախ է, ինքնուրույն է որոշումներ կայացնում, որևէ անձի հանդեպ տրամադրվածություն չունի։ Ես էլ հայտարարել եմ դրա հակառակը, բայց
հաղթում են փաստերը։ Իրավական պարզ տրամաբանությունը հուշում էր, որ այն պարագայում, երբ որ վերաքննիչ դատարանը որոշեց, որ Հրայր Սարգսակյանը չպետք է լինի կալանքի տակ եւ բացակայերով արկել խափանման միջոցով պետք է ներկայանա դատարան, դատարանը հետևելով եւ խտրականության արգելքի եւ պարզ մարդկային վերաբերմունք ցուցաբերելով բոլորի հանդեպ պետք է կիրառեր նույն մոտեցումը։ Ի վերջո ամիսների կտրվածքով խափանման միջոցները որոշակիորեն մեղմացվեցին ձեր կողմից։ Բայց ինչի պետք է օրինակ Լիզա քանի ամիս է ստացել 5 ամիս Լիզա Մանտաշյանը անցկացներ Կալանավայրում, որն էր դրա հանրային օգուտը։ Հիմա երբ որ Կալանավայրում չի ինչպես ազնում ես գործի վրա կամ ինչ կերպա խոչընդոտում կամ ինչ պրոբլեմա ստեղծում։ Եվ յուրաքանչյուրի մասին անհատական կարող եմ այսպես ասել։ Այս բոլոր գործընթացները գալիս են հուշելու, որ մենք ցավոք սրտի շատ վաղուց գործ չունենք հասարակ իրավական գործընթացների հետ։ Ինքան հաճույքով եմ գնում մասնակցում ինչ-որ կեղտոտ քրեական գործի, որտեղ կա հանցագործություն, կան ինչ-որ լուրջ իրավական փաստարկներ, շատ բան տարօրինակ է էլի այս բանը ասել, բայց այո հաճույք եմ ստանում, որտեղ մասնագիտական գործունեություն եմ իրականացնում այնտեղ ամբողջ ծավալով։ Այստեղ ինձ ոնց որ մենակոսությամբ ենք զբաղվում, համարելով, որ իրականացնում ենք պաշտպանություն։ Ավելի ճիշտ մենակոսություն չի, հասկանում ենք, որ ձեր համար նշանակություն չի ունենալու, բայց գոնե մեր կոմունիկացիան ստեղծում ենք հանրության հետ փորձելով ներկայացնել այս գործի բոլոր թերությունները։ Ամփոփելով խոսքս ասեմ, այս գործի քննության ընթացքում նախկինում մենք ապացուցել ենք, ներկայում մենք բարբերաբար ապացուցում ենք եւ ապագայում էլ այդ գործողություններով եւ նյութերի հետազոտումով ապացուցելու ենք, որ իրականում տեղի ունեցել փոխատեղում։ Այն բոլոր անձինք, ովքեր պետք է ունենային մեղադրյալի կարգավիճակ, հանդես են գալիս մեղադրողի դիրքից։ Եվ այն անձինք, ովքեր ունեն մեղադրյալի կարգավիճակ, իրենք ճշմարիտ մեղադրողներն են, որտեղ մեղադրում են տարբեր եւ քրեաիրավական նշանակության եւ բարձ մարդկային նշանակության մեղքերի մեջ։ Մեղադրում են, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները չեն առաջնորդվում մարդու իրավունքներով։ Մեղադրում են, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները առաջնորդվում են քաղաքական շահերով։ Մեղադրում են, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պարտակում են քաղաքական դերակատարների կողմից, այս բառն էլ օգտագործեմ, որ շատ մեղք չվերցնեմ, առերևույթ ճճացող հանցագործություններ։ Մեղադրում են նրա մեջ, որ կարող են բռնություն կիրառել քաղաքացիների նկատմամբ, հետո այդ նույն ծեծված քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցել։ Մեղադրում են նրա մեջ, որ ուզեցել են առանձին դերակատարներ ոտնձգել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, հանցակցել են Արցախի Հանրապետության հայաթափմանը եւ մեղադրում են իրավապահներին, որ աչք են պահում բոլոր այդ հանցագործությունների առաջ, փոխարենը հետապնդում են արդարներին։ Այս գործի քննության վերջնարդյունքում հիմնավորելու ենք, որ ինչ-որ մի բան, ինչ-որ մի կետից թարս է գնացել եւ մեղադրողներն ու մեղադրյալները տեղերով փոխվել են։